Բարև ձեզ, պարոն Կարագոզյան, շնորհակալություն, որ համաձայնեցիք այս զրույցին։ Առաջին անգամ ենք ձեզ հետ զրուցելու եւ մի քանի հարցերի հետ կապված հետաքրքիր է լսել նաեւ ձեր գնահատականը։ Ես կուզեմ երևի թե առաջին հերթին այսպես դուք գնահատեք, թե Հայաստանում տիրող իրավիճակը ինչպես է գնահատում։ Մեր աչքի առաջ սիրիական պետությունը այսպես անկում է ապրում եւ շատերի գնահատմամբ լրջագույն սպառնալիքներ են այլևս ուղղված Հայաստանին, Հայաստանի, այսպես ասենք, պետականության պահպանմանը։ Համեցեք ձեր գնահատականը։ Գիտեք, առաջերտին շնորհակալություն, սկզբում թույլ տվեք այդ հայտնել շնորհակալություն ձեր խմբագրությանը կամ ակումբին, ինչպես նաև այս հանդիպում կազմակերպող ճանաչված հասարակական քաղաքական գործիչների, որոնք անչափ կարևորություն են տալիս արտերկրում գործող հայ ազգի ամենատարբեր ոլորտի մասնագետների օգտակարությանը։ Ես ձեր հարցի պատասխանը կտամ, սակայն թույլ տվեք որոշ նկատառումներ անել։ Իդեպ դուք ներկայումս կատարում եք այն գործառույթը, որը պետք է իրականացներ Սփյուռքի նախկին նախարարությունը, այժմ արդեն Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը, որ իմ կարծիքով գործում է ոչ այնքան պետականամետ եւ ոչ այնքան արդյունավետ։ Կարծեմ ոչ միայն այդ գրասենյակը, այլև արտերկրներում հայաստանյան դիվանագիտական կառույցները, կորպուսները պետք է որ երկրի առաջընթացի համար ինտենսիվորեն զբաղվեն հայ ազգի, ինչու՞ չէ նաեւ ոչ հայ ազգի մասնագետների ընտրությամբ ի օգուտ Հայաստանի Հանրապետության։ Առաջանցնելով պարզապես մտքերս տրամաբանական ավարտին մոտեցնելով ասեմ, որ ներկայումս ինչպես նախկինում բազմաթիվ երկրների դիվանագիտական ներկայացուցիչներ, ինչպիսին Իսրայելն է կամ արաբական երկրների մի շարք երկրներ, ներկայանում են խոշոր ամերիկյան ընկերություններ, ինչպես նաև խոշոր ուսումնական հաստատություններ, իրենց ազգակից եւ նաև ոչ ազգակից մասնագետներ փնտրել նպատակով։ Հիմա վերադառնանք Հայաստանին իրադարձություն։ Ասեմ, որ սցենարը Հայաստանի դեպքում հետևյալն է։ Արտասահմանյան որևէ համալսարանում դուք կարող եք տեսնել ծանոթությամբ հայտնված լսարանների հետևի շարքում լեզուն չիմանալու պատճառով շվարած, բացարձակապես ոչինչ չհասկացող, ազատ ունկնդրի կարգավիճակով մի քանի ամսվա վկայագրեր գրպանող, հետագայում իրենց կենսագրականներում ճանաչված համալսարանների անուններ թվարկող ապագա իշխանավորներ։ Ասածից իմաստը այն չէ, որ անպայման մասնագետներ հրավիրվեն, կարծիքներ իմանան Սփյուռքից, այլ այն, որ Հայաստանում պետք է կատարվեն արմատական վերափոխություններ, առաջերտին կրթական համակարգում, որպես կառուցվածքային եւ ինչու՞ չէ նաեւ ակադեմիական ծրագրերով։ Հայաստանի Հանրապետության կրթական համակարգը ամբողջական վերափոխման կարիք ունի։ Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի, նախարարության կառուցվածքային խնդիրներ խայտառակ են։ Չի պահանջում առանձնապես մեծ գիտելիքներ, որպեսզի նկատել, որ հավաքական այս նախարարությունը ցանկությանից դեպքում չի կարող կատարել այն ֆունկցիաները, որոնք ի պաշտոնե պետք է կատարել։ Առանձին դեպքերում կրթական ոլորտում ընդգրկված են գործերից անտեղյակ, իրենց պաշտոններին ոչ հարիր, սակայն առաջիկա ընտրություններում իշխանական թևը սատարող դիլետանտներ։ Արդից օգտվելով ուզում ասեմ, որ կրթական համակարգը վերածվել է պետական բյուջեն ոչ նպատակային օգտագործող մի կառույցի։ Ակադեմիական քաղաքի գաղափարը ենթադրում է հսկայական ֆինանսական միջոցների յուրացում եւ երկիր ունի պաշտպանական նշանակության խնդիրներ։ Իսկ ման ներքին հարցերը թողնելու մի կողմի վրա, որի մեջ իսկ անդրադառնամ, ինչպես նաև առողջապահության, ինչպես նաև մնացած այլ հարցերի վերաբերյալ հարցեր, Մենք ներողություն, պարոն Կարագոզյան, մենք անպայման նաև մանրամասն կխոսենք Հայաստան-Սփյուռք, ինչու այսպես, հա, Հայաստանն ուժեղ էր Հայաստան-Սփյուռք-Արցախ եռամիասնությամբ, ինչու այսպես կոտրվեց այդ եռամիասնությունը, ինչու են մեր սփյուռքահայերը այսպես շատերի գնահատմամբ այլևս անտարբեր դարձել հայրենիքի նկատմամբ, այս ամենի մասին մենք անպայման ավելի մանրամասն կխոսենք, բայց խնդրեմ շարունակեք ձեր խոսքը։ Այո, բան նրանում է, որ քաղաքական ինտրիգները, որ կատարում են
միջին արևելքում անպայման անդրադառնալ Հայաստանի իրադարձությունների վրա։ Ես քաղաքական մեկնաբան չեմ եւ կարծում եմ, որ առանձին թղթակիցների խորհուրդ կտայի, որ իմանային թե ում ինչ հարցեր են տալիս։ Չի կարելի հրավիրել շախմատիստի եւ հարցեր տալ գիտությունների ակադեմիայից։ Եվ ընդհակառակը։ Իսկ պարզ տրամաբանությունն ասում, որ Հայաստանը գտնվում է կիզակետում, գտնվում է արևելքի եւ արևմուտքի կենտրոնում եւ այնտեղ ներկա դրությամբ պետք է ճշգրիտ ձևով հարցեր լուծվել։ Իմանալ արևելքն է ճիշտ, արևմուտքն է ճիշտ, հյուսիսն է ճիշտ, հարավն է ճիշտ։ Եվ ես կարծում եմ, որ Հայաստանում կան բավականին խելացի մարդիկ, որոնք այդ հարցերը կարող են լուծել եւ սպառիչ պատասխաններ տալ, բայց բոլորի հիմքում ընկած է անպայման իշխանապողությունը, որտեղ իշխանապողության հետ կապված հարցերը ես որ տրամադրվել է, որ ձեզ կներկայացնեմ, անպայման կլինի հաջորդ հարցերի ենթատեքստում։ Հիմա գանք կրթության մասին խոսեցիք եւ խոսեցիք, որ իրոք այս իշխանությունը հասել է նրան, որ մեր կրթական համակարգը բուհեր են փակվում, այսպես ասենք, ինստիտուտներ են փակվում, առաջին նշանակության։ Ինչ են իրենք այս քաղաքականությունը վարում, պարոն Կիարագազյան։ Ձեզ համար հստակ է այս հարցը, ինչու։ Ես ասեմ ձեզ առաջի հերթին ես կարծում եմ ազգային արժեհամակարգին հարված է։ Բանը նրանումն է, որ կենդանի օրգանիզմ ունի իմունիտետ։ Իմունիտետը դա նրա համար է դրված բնության կողմից, որպեսզի պայքարի արտաքին հիվանդությունների դեմ պայքարելու համար։ Իսկ երկրների ժողովուրդների համար կա մեկ այլ իմունիտետ, որը կոչվում է ազգային արժեհամակարգ։ Դա ազգի լեզուն, պատմությունը, ինչու՞ չէ նաև կրոնը, դրանք հիմնական են անկյունակարերն են, որ պահում են այդ ազգը։ Հետևաբար խելացիորեն, եթե ուզում են քանդել այդ երկիրը, առաջի անգամ պետք է հարված հասցնեն կրթությանը, գիտելիքներին, պատմությանը, լեզվին, մշակույթին, ինչու նաև կրոնին։ Ես կարծում եմ որոշ դեպքերում նկատել են, երբ Սփյուռքից կատարվում են որոշակի մեկնաբանություններ, գտնում են որոշակի մարդիկ, որոնք կարծես թե աննախադեպ այդպիսի դրսևորում են ցույց տալիս, թե ֆիզիկապես չէ գտնում Հայաստանի տարածքում։ Ես ուզում եմ ասել, որ մարդիկ կարող են լինել շատ անգամ ավելի հայրենասեր, սակայն գտնվել ներկա տարածքից դուրս։ Իսկ ինչ վերաբերվում է մնացած հարցերին, Ամերիկա մեր հայրենակիցների տեսակետների հարցերին, ապա ասեմ, որ Միացյալ Նահանգներում հայկական համայնքի առաջին սերունդի վերաբերմունքը, որը ձևավորվել էր 15-23 թվականների ցեղասպանության հետևանքով, Հայաստանյան ներքին քաղաքական գործունեությանը վերաբերում է չեզոքությամբ, ինչու այսքան արտաքին վերաբերում է բացասական դիրքորոշմամբ։ Այո, խնդրեմ։ Հայաստանին վերաբերող հարցերին ինչու է այսպես չեզոք են վերաբերվում եւ ինչով է սա պայմանավորված, ինչն է հիասթափության պատճառը դարձել։ Սփյուռքի հանձնակատարը, այդտեղ դեսպանը, իրենք ըստ էության չեն աշխատում, մասնավորապես Միացյալ Նահանգների հայ համայնքի հետ, չէ՞, այսպես կարող ենք ասել, որովհետեւ այդտեղից շատերի հետ որ զրուցում ենք, իրենք կտրված են հայ համայնքից։ Այո։ Ես տրամաբանական շարունակությունը թույլ կտակ շարունակեմ եւ կասեմ, որ հետեւյալը եւ կտամ ձեր բոլոր հարցերի պատասխանները, որոնք գտնում են իմ մասնագիտության, ինչի՞ չէ, իմ տրամաբանության շրջանակներում։ Հայկական համայնքի երկրորդ սերունդային զանգվածը, որը Միացյալ Նահանգները ներգաղթել Հայաստանից դուրս, ասենք թե Ռուսաստանից կամ արաբական երկրներից, հայաստանյան ներքին քաղաքականության վերաբերում են հետաքրքրությունից ելնելով միայն։ Իսկ արտաքին քաղաքականությանը վերաբերում բացասականորեն։ Այդպես չի հայկական համայնքի երկրորդ սերունդի այն զանգվածի վերաբերյալ, որոնք Միացյալ Նահանգներն ներգաղթել բուն Հայաստանից։ Ներկա հայաստանյան ներքին քաղաքականության նրանք վերաբերում են չափազանց զգայուն եւ քննադատաբար։ Իսկ արտաքին քաղաքականության նկատմամբ վերաբերում են բացասականորեն։ Եթե նկատեցիր, բոլոր դեպքերում էլ արտաքին քաղաքականության նկատմամբ ունեն բացասական այսպես տեսակետներ։ Ամերիկահայ գաղթօջախի տրամադրությունները գնահատելու համար, այն հարցը, որ դուք բարձրացիք, թույլ տվեք կատարել որոշակի վերլուծություն եւ այն ներկայացնել ձեր ուշադրությանը պատճառագիտությունից ելնելով, որի հետևանքով ձեզ պարզ կդառնա
սփյուռքահավության վերաբերումքը։ Սկզբից ասեմ, որ հայաստանյան ցանկացած իրադարձություն, որը կարող է պայմանավորված լինել թե պետականության կարևորագույն խնդիրների վերաբերող հարցերով, թե առօրյա համատաբար ոչ այնքան կարևորություն ունեցող հարցերով, սոցիալական հարցերով, տնտեսական խնդիրներով, բոլոր դեպքերում հարցերի պարզաբանները սպասվում են իշխող են նախավից։ Ամբողջությամբ վերցված Սփյուռքի վերաբերմունքը հայաստանյան ներկա իշխանությունների նկատմամբ ընկալվեց բացասականորեն, երբ նկատվեց կոռուպցիայի դեմ պայքարի անարդյունավետությունը, թալանված միջոցների վերադարձի անկարողությունը, աղմկահարույց կադրային քաղաքականությունը, արտաքին քաղաքականության մեջ պարտվողական տրամադրությունը, ձեր կարծիքով ինչպիսի վերաբերում կարող է ունենալ ամերիկահայ եւ ընդհանրապես հայը, որը իր հնարավոր դրամական օգնություն ցույց է տալիս հայրենիքին եւ ինքը ապրելով վարձով տեսնում է, որ հայտնում են Հայաստանից մարդիկ, որտեղ գնում են բազմամիլիոնանոց տներ, առանձնատներ կամ աշխատանքային վայրեր։ Ես կարծում եմ, որ սփյուռքահայության տրամադրությունը Հայաստանի եւ նրա շուրջը տեղ ունեցող իրադարձությունների վերաբերյալ կարծես թե եկել է երկրորդ պլան։ Հատկանշական է, որ շատերը ասում են Սփյուռքը մասնավորապես այսպիսի կեցված այլևս ընդունեց, պայմանավորված 44-օրյա պատերազմի ժամանակ, երբ Սփյուռքից ահռելի ֆինանսական օգնություն էր ուղղվում Հայաստան, մենք տեսանք, թե այդ գումարները ինչպես մսխվեցին, չուղղվեցին իրական նպատակների իրագործմանը եւ դրանով է նաեւ պայմանավորված այս վերաբերմունքը։ Ես կխնդրեմ նաեւ այս մասով ձեր գնահատականը տալ։ Ես ասեմ ավելին, Սփյուռքում շատ անգամ ավելի տեղեկացված են եւ խորությամբ հասկանում են հայաստանյան իրադարձությունները։ Հարցի պատասխանը կարծես թե նախորդ մեկնաբանության տրամաբանական շարունակություն է։ Սփյուռքահայության անտարբերությունը հույսը կորցրած լինելու մեջ է, որևէ բան փոխելու անհնարինության մեջ է, կոռուպցիայից ազատվելու անկարողության մեջ է։ Իհարկե նախկին իշխանությունները նույնպես անմաց չէին կոռուպցիայից, նրա մեխանիզմներից, ունեն իրենց պատասխանատվության բաժինը, սակայն ներկա իշխանությունների մարտահրավերը նետված ազգային արժե համակարգին, այն ինչ որ ասեցի, լեզին, մշակույթին, պատմությանը եւ առաջին հերթին հայ մնալու հիմնակարին, այն է քրիստոնեական եկեղեցուն, աննախադեպ է։ Սփյուռքահայությունը, սիրելիս, ամբողջությամբ ըմբռնել է հայաստանյան ներկա իշխանությունների բնորոշ բազմակալ քաղաքական կոմբինացիաները, չասենք ինտրիգները։ Օրինակ, մի կողմից ժողովրդին խոստանալով նախկին իշխանավորների նկատմամբ քրեադատավորական իլյուստրացիա, մյուս կողմից նկատի ունենալով ժողովրդի դժգոհությունը, ընտրական դաշտ է վերում նրանց իր իսկ հաղթանակ ապավելական կալիկով։ Կարծում եմ մի փոքր նրբություն նույնպես կա, որը որոշ մեկնաբանել կարծես թե թռուցիկ են վերաբերում կամ չեն վերաբերում։ Կարծում եմ ընտրությունների վրա նաև իր ազդեցություն ունեցավ հանրահավաքներում շարքային քաղաքացիների հետ Փաշինյանի հաճույքալեզու փողոցային բառապաշարով խոսումներ տալը։ Իսկ երբ իշխանությունը արդեն վերցված է եւ ժողովրդի աջակցությունը կարևոր չէր, խոստումները արդեն այնքան էլ իմաստ չունեին։ Ժողովրդին հանդարտացնելու համար սկզբում գործում է Թավշյա հեղափոխության կեղծ լոզունգը, իսկ երբ թալանված միջոցների վերադարձ յուրացնելու նպատակով հանդիպեցին հակազդեցության, ապա Թավշյա հեղափոխությունը վերածվեց, այսպես ասած, պողպատե մանդատի, որը մնաց որպես հռետորաբանություն։ Իսկ Թալանը շարունակեց մեկ այլ հարթությունում, այն է միացնել համայնքները, ուսումնական հաստատությունները, լքված շինությունները յուրացնելու ակնկալիքով։ Կարծում եմ նաև բացառված չէ փոխհատուցում տարածքային հավակնությունների դիմաց։ Ժողովուրդը կորցրել է հավատքը թե տեղում, թե Սփյուռքում եւ ընկել է պտահողի մեջ։ Իշխանությունները իրենց գործելակերպով սպանեցին հայ մարդուն ոչ միայն Հայաստանում, այլ Սփյուռքում։ Իրենք այսօր ասում են, մենք իրական Հայաստան ենք կառուցում, մեզ, այսպես ասելով, մոռացնել տալով մեր պատմական հայրենիքը։ Ես կուզեմ նաև այս մասով ձեր գնահատականը տաք։ Դուք ձեր խոսքում նշում եք, որ պետական ազգային արժե համակարգերին հարված եկան եւ առաջին հարվածը իր վրա ընդունեց առաքելական եկեղեցին։ Այնուհետև մեր պատմությունը, կեղծվում է այսօր մեր պատմությունը։ Ես կխնդրեմ այս մասով ձեր գնահատականը տաք։ Շատ շնորհակալություն հարցի համար։ Թույլ տվեք ես կարծես թե մի քիչ համակողմանի մոտենամ այդ հարցին։ Կարծում եմ երկրի ներկա
գերլարված քաղաքական իրավիճակը դա Հայաստանի ներկա սահմանադրության ոտնահարման հետևանքն է։ Եվ չեն գործում ողջ աշխարհում ընդունված 3 օրենսդիր, դատական, գործադիր ինքնիշխան մարմինների իրավունքներ եւ պարտականություններ։ Բոլոր որոշումները ընդունում են վարչապետի եւ իր նեղ շրջանակների կողմից։ Վարչապետի բազկաթոռը զբաղեցրած անձնավորությունը իրեն նույնացրել է պետության հետ։ Իսկ հիմա ավելի առարկայական եւ ավելի մասնագիտական։ Փաշինյանի մասնակցությամբ կառավարության նիստերը, ինչպես նաեւ մասանների հետ հանդիպումները հիշեցնում են դպրոցական ուսուցիչ աշակերտ դասաժամեր, որում վարչապետը զբաղվեց այսպես ասած ամեն ինչից հասկացող ուսուցչի դերակատարությամբ։ Հոգեբանական տեսակետից, բժշկագիտության տեսակետից դա գիտությանը հայտնի հոգեհուզական խառնվածքի ախտաբանական իրավիճակը բնութագրող նարցիսիզմ, անգլերեն խոսում են narcissism, փայլուն օրինակ է, որը ենթադրում է ծայրահեղ ինքնագոհ հոգեխառնվածք, երբ բոլորը իրեն համարում են վերին աստիճանի բարձր ինտելեկտի, ամեն ինչից տեղյակ եւ անփոխարինելի անձնավորությամբ։ Ժամանակի ընթացքում ինքնագոհ այդպիսի հոգեխառնվածքին միանում է շրջապատի կարծիքների անտեսումը, առանձին դեպքերում նաեւ արհամարանքը, որի հետևանքով որպես կանոն առաջ է գալիս մեկ այլ վարքագիծ, որը բնութագրում է որպես ոչ adekvat, հայերեն կոչվում է ոչ համարժեք։ Բժշկագիտության դասակարգմամբ ոչ համարժեք կամ ոչ adekvat ախտաբանական նախանշանները կարող են ներառել շրջապատի նկատմամբ վստահության կորուստ նաեւ, կասկածամտություն նաեւ, սուտ խոսալու, մտքերը յուրօրից ձևակերպելու հակում, ծամառոցություն, թատերականություն։ Հաջորդ հոգեբանական վարքագիծը բժշկագիտության տեսակետից արդեն ձևավորված ոչ adekvat անձը կորցնում է պատասխանատվության զգացումը։ Իսկ երևույթի չհասկացող շրջապատի մարդիկ այն կարող են ընկալել որպես ուժեղ եւ անկոտրում անձնավորության պատրանքի։ Հիմա դիտարկելով հանրապետության վարչապետի ամենատարբեր թեմաների շուրջ մեկնաբանությունները եւ ելույթները նկատել են խոսքի հետեւաբար մտքերի ոչ ներդաշնակ ընդհանրակարգ։ Ես կարծես թե ձեր տված հարցից մի քիչ հեռանում եմ, սակայն այս ամբողջը կհավաքագրեմ եւ ձեր հարցի միանգամից պատասխանը կտամ։ Օրինակ, Փաշինյանի բազմաթիվ հայտարարությունից մեկում, որը դատողությունը զուրկ տրամաբանություն է, ցիտում եմ։ Ես ինձ մոտ վերցրել եմ, մտածելով, որ կարող է օգտավելի։ Պետության եւ չպետության միջև գոյություն ունեցող այդ ճեղքը եւ այդ ճեղքում գոյություն ունեցող մտածողությունը, ընթերցում եմ, որը պետք է խոստովանենք երկար ժամանակ կանխորոշել է մեր մտածողությունը կամ մեր մտածողությունն է արտահայտվել այդ իրողության մեջ։ Արտահայտված միտքը հուշում է, որ վարչապետը ունի մտքերը դասավորելու խնդիրներ, որը յուրահատուկ է, երբ գլխուղի երկրորդ ազդանշանային համակարգ ունի գերակայություն, առաջին արձագանքային համակարգի նկատմամբ, այլ խոսքով վերացական մտածողությունը գերակայում է կամ դոմինանտ է իրական կամ առարկայական շրջապատի նկատմամբ։ Այդպես իրավիճակում հայտնված մարդիկ իրականություն ընկալում են աղոտ, պարբերաբար տարբեր տրամաբանությամբ եւ տրամադրությամբ եւ բնորոշվում է որպես ախտաբանական։ Իդեպ մի բան նույնպես։ Սա նաեւ նախկին խմբագրագետի անգրագետ մեկնաբանություն է։ Չիմանալով, որ հայերենում չտառը, ինչպես չպետություն, չի դրվում գոյականից առաջ։ Չտառը գրում է միշտ բայից առաջ։ Օրինակ չի կարելի ասել չդպրոց, չպետություն, սովորել կարելի ասել։ Բայց ես այս բոլորին ասում եմ մարդ, որը բժշկական բնակավար է մարդ է եւ հազարավոր կիլոմետր հեռու է եւ հայերեն լեզվի քերականությունից հեռու է, սակայն ինքը շատ լավ հասկանում է, որ այս մարդը ոչ միայն մտքերը չի դասավորում, այլև ունի իր անգրագետ մոտեցման այդպիսի հատկություններ։ Ես կարծում նա նաեւ կրթություն չունի, ինքը պարզապես իր բառերը շահկապում է եւ յուրօրինակ ձևով մատուցում մարդկանց, որպեսզի իր հասանի տրամաբանական ավարտին։
Հետաքրքիր էսպես գնահատական տվեցիք, այս ամենը պայմանավորված է այսպես անձի նարցիստական դրսևորումներով, թե իրապես այս մարդը իր մեջ հայրենիք չի կրում եւ այս հարվածներն է ուղղակի հասցնում մեր պետությանը, պետականությանը։ Հիշենք իր հայտարարությունը նաեւ անկախության հռչակագիրը մեր չգոյության մասին է ինքը հայտարարում է։ Խնդրեմ։ Բանը նրանում է, որ այդ մարդու մոտ ենթադրյալ հիվանդի մոտ շահկապված է երկու բան. իր բնավորությունը, իր ամբողջ կյանքում արված աշխատանքը, իդեպ իր բնավորությունը նաև ձևավորվել է աշխատանքի ընթացքում, որտեղ իր աշխատանքը եղել է, ինչքան գիտեմ, թղթակցությունը։ Իդեպ շատ հետաքրքիր բան է։ Այստեղ ուսումնական հաստատությունների մարդու բժիշկ կամ լրագրող այդ դիպլոմները վկայակալել պետությունն է տալիս։ Այդ մարդուն ասում են լրագրող, այդ մարդը կարծեմ կրթություն չունի, ինչ լրագրողի մասն է խոսքը։ Ինչևէ, անցնենք առաջ։ Հոգեբանական տեսակետից ինձ երբևէ հարցում են, նա հիվանդ է թե խորամանկ։ Ես այդ հարցին պատասխանել եմ, որ իր բնավորությունը ինք իրեն պաշտպանելու համար ի հայտ է բերել մեկ այլ բնավորության գիծ, որը կոչվում է խորամանկություն։ Այսինքն, տեսեք ինքը կարող է բառերը կրկնել բազմաթիվ անգամ։ Շատ հետաքրքիր է, որ այդ անձնավորությունը որևէ բան ասելու համար մտքերը կարող են կտրտվել, տեղափոխվել մեկ այլ տրամաբանական դաշտ, այնուհետև այդ փոփոխումը կատարվում է շատ կարճ ժամանակամիջոցով, իսկ հետ բերելու մտքերը շահկապելու, հավաքելու եւ ներկայացնելու համոզիչ ձևով ժամանակ է պետք։ Դրա համար հռետորը ինքը կրկնում է մի բառը մի քանի անգամ, օրինակ հիշում եք Եվրոպայում, Գերմանիայում հարցերի պատասխանումը մի բառը կրկնես 11 անգամ։ Դա խոսում է նրա համար, որ ինքը ժամանակ է ուզում խլի, որպեսզի իր մտքերը կարողանա հավաքագրել։ Այսինքն այդ մարդը իդեպ այդ մարդուն չի կարելի ասել, որ ինքը իրավական տեսակետից չի կարելի այդ մարդու մոտենալ, որտեղ նա հիվանդ է։ Ոչ, այդպիսի մարդիկ շատ լավ շախմատ են խաղում եւ քաղաքական գործիչներ են, սակայն այդ մարդկանց մոտ շահկապվում է իրենց հիվանդությունը, երկրորդ ազդանշանային համակարգը, իրականություն կտրելուց եւ էգոիզմը, նարցիսիզմը գալիս է առաջի պլանի վրա։ Նրանք կարող են դավաճանել ամեն ինչի համար, մինակ իրանց բարօրությունը լինի առաջի պլանի վրա։ Չգիտեմ, կարողացա մտքերս արտահայտել թե չէ, սակայն իրականությունը այսպեսին է։ Եթե մեկ նախադասությամբ, այսինքն քրեորեն պատժելի խորամանկ հիվանդ է, կարող ենք այսպես ասել։ Այո։ Պարոն Կյարագյոզյան, ես ամեն դեպքում դուք ասացիք յուրաքանչյուր մասնագետ պետք է իր ոլորտի հետ կապված գնահատական տալ, բայց մենք իրապես այնպիսի օրեր ենք ապրում, որ նաև հետաքրքիր է լսել ձեր տեսակետը։ Մեզ անընդհատ Հայաստանի իշխանությունները, այսպես երբ տարբեր օջախներում ուղղակի պայթյուններ են, ուղղակի աշխարհը եռում է պատերազմների մեջ, մեզ ասում են մենք գնում ենք խաղաղության մեր, այսպես ասենք, հիմնական թշնամու Ադրբեջանի հետ։ Ինչ խաղաղության մասին կարող է խոսք գնալ։ Խնդրեմ, ինչքան հնարավոր է դուք ձեր մեկնաբանությունը նաև տաք։ Գիտեք, ես կարող եմ այդ հարցը մոտենալ դիլետանտի մակարդակով, եթե վերաբերվում է բժշկագիտության, ես կարող եմ եւ կառաջարկեմ, որպեսզի լինի այդպիսի հանձնաժողով եւ այդպիսի մարդիկ նույնպես հանձնաժողովներում քննություն տան իմանալու համար ները հոգեկան աշխարհները։ Իսկ այս հարցի վերաբերյալ ես ասեմ, որ շատ անգամ ավելի ճիշտ կլի քաղաքական մեկնաբաններին, սակայն տրամաբանությունը հետեւյալն է։ Ես հասկացել եմ մի բան եւ միտեղ բավականին ծանրակշիռ մարդկանց հետ զրուցելուց ես հասկացա, որ մարդկության քաղաքականությունը մի քանի էտապներ է ունեցել նկատունելով պատերազմը։ Սկզբնական շրջանում մարդիկ իրար հետ կռվել են, քանդել են տները, չգիտեմ, գողացել ինչ են։ Այնուհետև դրանից հետո եկել է երկու ստադիա, երբ որ նրանք ոչ թե պատերազմ են անում, այլ սահմանափակում են տնտեսապես, ինչպես հիմա կա։ Սակայն դրանից շատ անգամ ավելի լավ երևույթ են մտածում, երբ որ գումարով ներսի գտնվող մարդկանց այնպիսի պայմաններ են թելադրում,
որը նրանք կարող են եւ չանեին պատերազմի ընթացքում։ Շատ տրամաբանական է եւ ես չգիտեմ, թե որքանով է դա իրական, դա կարող է պետք է լինել մասնագետներ եւ կարծում եմ վաղ թե ուշ բոլորը բացվելու է։ Եվ բոլոր ճանապարհները, ինչպես ասում են, տանում է Քաթար։ Մի երկիր, որը Հայաստանի չունի դիվանագիտական կապեր, սակայն Հայաստանի բարձրապաշտոնյա մարդիկ հաճախ այնտեղ լինում են, նկատի ունեմ արտաքին գործերի նախարարը, նկատի ունեմ կարծես թե Ալեն Սիմոնյանը եւ մնացած մարդիկ, ես կարծեմ մի քանի խմբի մարդիկ են, որոնք իմ կարծիքով պարզապես պետք է բան անել, կոնկրետացնել, որ նրանք եկել են ոչ թե պատերազմական, եկել են ոչ թե այդ սանկցիաների միջոցով, այլ պարզապես երկիրը տենց դավաճանելով միայն այդպիսի այդ քարտեզները, այդ որ տրամադրեցին Ադրբեջանը, դա խոսում է արդեն դավաճանության մասին։ Այստեղ երկու օրինակ չի կարող լինել։ Ես կարծում եմ, որ Հայաստանի իշխանությունները անպայման պետք է հեռանան եւ անպայման պետք է դատվեն ոչ միայն նրանք, այլև մետաստազներ, այն մարդիկ, որոնք եկել են կադրերով եւ շրջապատել են եւ հիմա հանուն իրանց գրպանի իրանք կործանում են ամբողջ Հայաստանը։ Շնորհակալություն, եթե դուք ավելացնելու բան ունեք, խնդրեմ, եթե ոչ ավարտենք մեր այսօրվա զրույցը, որը բավականին հետաքրքիր է։ Այո, մի փոքր բան եթե թույլ կտաք, որը իմ կարծիքով շատ անգամ ավելի հարազատ է ինձ, դա վերաբերում է առողջապահության համակարգում, համեցեք, իհարկե, ենթադրող կառուցվածքային փոփոխություններ անելու, հանրապետության առողջապահության համակարգը ամբողջապես վերակազմավորելու կարիք ունի։ Այն ընդարձակ թեմա է, որ հնարավոր չէ մեկնաբանել, կարծում եմ այն պետք է անցկացնել հմուտ մասնագետների ներկայությամբ, իսկ հանրային լսարանի համար կպահանջվի նմանատիպ մեկ այլ հաղորդում կամ ավելի հասկանալի մեկնաբանություն։ Մտահոգված եմ Հայաստանի առողջապահական գործունեությամբ, հիմնականում հիվանդությունների բուժման ժամանակակից սարքավորումների առկայության եւ նրանց հետ աշխատող մասնագետների վերապատրաստման։ Առողջապահության որակյալ գործընթաց իմ կարծիքով մտցնելու համար առաջարկում եմ մտցնել օրենսդրական նորմատիվներ, ախտորոշիչ, բուժական, վերականգնողական կենտրոններ դարձնել միայն ու միայն մասնագիտական հաստատություններ, զրկելով ամեն մի տեսակի սեփականատիրական փայատերերի ազդեցությունից։ Առողջապահության նպատակով իջեցված պետական ֆինանսական ներդրումները կազմակերպել միայն բուժ անձնակազմի տրամադրության տակ, կոնկրետ հիվանդության առկայության դեպքում։ Խայտառակի իրավիճակը մարզերում, սկսած ամենօրյա դեղամիջոցներից ավարտված քիչ թե շատ անհրաժեշտ թեկուզ փոքր վիրահատարաններով, չկա ամենատարրական անհրաժեշտ միջոցներ, չկան մասնագետներ, բացակայում են դիալեզի կենտրոնները, անհրաժեշտ ախտորոշման սարքերի եւ մասնագետների բացակայությունը ստիպում մարդկանց ուղևորվել մեկ այլ վայրեր։ Բարելավված առողջապահության գործընթաց ենթադրում է, որ պետք է բացառվեն կառավարության կողմից, ինչու՞ չէ նաև առողջապահության նախարարության պատե, անպատե որոշումներ, ասենք սեղանների վրա աղեր լինելու կամ չլինելու որոշումը։ Բոլոր որոշումները պետք է լինեն կոլեգիալ, նրանով պետք է ընդգրկված լինեն տվյալ որոշմանը իրազեկ ճանաչված մասնագետներ։ Կառավարությունը պետք է ընդունի միայն հարցին առնչվող մասնագետների եզրակացությունը։ Ապահովության հարցերը շատ խայտառակ են։ Պետք է լինեն առարկայական եւ իրական։ Ծիծաղելի է անվճար բուժօգնություն տրամադրել անցյալ դարի մեծ հայրենական պատերազմի մասնակիցների, որոնք չկան եւ լավագույն դեպքում 100 տարեկանից ի վեր են, կամ Չեռնոբիլի ատոմականի օգնության մասնակիցների վերաբերող անվճար բուժօգնության մոռանալով իրենց գաղթական դարձած հայրենակիցներին։ Հաշվի առնելով նաև ամենակարևորը, որ ամենաբարձր պաշտոններում կարող են պատահական մարդիկ տարբեր առողջական խնդիրներով եւ այն, որ ցանկացած պետական նշանակության որոշումներ ներկայումս կատարվում է առանձին անհատների կողմից կամ փոքր խմբակներության։ Պետք է հանրապետություն կազմավորել աննախադեպ հանրապետություն գոյություն ներկայացում ունեցող հոգեհուզական հիվանդությունները փաստող մասնագիտական այդպիսի մասնագիտական հանձնաժողովներ, ինչու՞ չէ նաև ընդգրկել
արտասահմանյան բժիշկների, որոնք լինեն անկախ ամեն մի ադմինիստրատիվ օղակներից։ Ես կարծում եմ, որ պետք է ամենատարվա կամ 2 տարի մեկ այդպիսի քննություններ կատարել այդ հիվանդությունները, հոգեկան հիվանդություն հայտնաբերելու իմաստով, առաջին հերթին էնդոկրին հիվանդությունները, որոնք կապված են հոգեկան աշխարհի հետ։ Այդպիսի կառույցի գոյությունը անչափ կարևոր է երկրի անվտանգության տեսակետից եւ կարող է անմիջական ազդեցություն ունենալ որևէ պետական կարևորագույն որոշումների, ինչպես նաեւ հետագայում իրավական փաստաթղթերը անօրինական ճանաչելու կայացմանը։ Շնորհակալություն, պարոն Կյարագազյան, այս զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։